Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր 5 տարով գնաց բանտ ապօրինի ֆինանսավորմամբ ընտրությունների մասնակցելու համար։ Սա է պետության իրավական ինքնիշխանության ամրագրումը, երբ դատարանը դատում է նախկին նախագահին, այդպիսով պաշտպանելով հանրապետության արժանապատվությունը։ Եվ ոչ մեկ Ֆրանսիայում չի կարող համարձակվել Սարկոզիին անվանել քաղբանտարկյալ, որովհետև պետությունն իր հեղինակությամբ կանգնած է օրենքի հետևում։ Ինչ ունենք Հայաստանում։ Այստեղ երկար տարիներ իշխանությունը մասնավոր սեփականության վերածած անձինք, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց շրջապատի քրեական հանցագործներն ու օլիգարխները ոչ միայն չեն պատասխանել և պատասխանատվության ենթարկվել կոռուպցիոն հանցագործությունների համար, այլ շարունակում են մնալ քաղաքականության մեջ, մասնակցել ընտրություններին, օգտագործելով հենց այն համակարգը, որը տարիներ շարունակ ծառայեցրել են սեփական իշխանությունն ու հարստությունը կուտակելու և պահպանելու նպատակով։ Սարկոզին բանտում է, որտեղ նրա պետությունը ուժեղ է, քան նրա անունը։ Մեր երկրում նախկիններն ազատ են, որովհետև նրանց ստեղծած համակարգը ավելի ուժեղ է, քան մեր պետությունը։